քիմիական ոչինչ չեմ օգտագործել, ոչ դեմքիս, ոչ մի բան, օգտվել եմ բնական նյութերից, մազերս լվացել եմ ձվի դեղնուցով, որ հետաքրքիր է, չէ, դրա համար իմ մազերը առատ են, ամուր են, չի թափվում, արևի տակ շատ պետք չի մնալ, մաշկը փչանում է արևից, դաշտում երբ որ մարդիկ աշխատում են, զգում եք, չէ, գույնը ինչքան մուգ է, սևանում են, դե հետո որ դպրոցում եմ աշխատել, այն արևային ժամանակ դպրոցում եմ եղել, ժամերը շատ են եղել, եւ առավոտվանից մինչեւ երեկո պատկերացրեք շաբաթվա մեջ որ ունենամ 37-36 ժամ օրական ինչքան կլինի ես աշխատել եմ Վահան Տերյանի անվան դպրոցում եւ ուզում եմ հիշատակել իմ ուսուցիչներին որ նրանց միջոցով եմ ես լավ մարդ դարձել բարիությունն է, որ մարդուն ստիպում է երիտասարդ մնալ, նախանձը փչացնում է մարդու արտաքինը, դեմքի միմիկաները, ժպտացեք միշտ, ժպիտը գեղեցկացնում է մարդուն, իհարկե մեր բնությունը մի այլ կարգի, ես չեմ պատկերացնում, շատ տեղեր եմ եղել, չէ, բայց մեր բնությունը ուրիշ է, բուժիչ բույսեր ունենք արտակարգ, տեսեք օրինակ Ռեհանի մասին հազվադեպ որ իմանան, բայց Ռեհանը բուժիչ բույս է, նույնիսկ ես Ռեհանից պատրաստում եմ օշարակ և ամբողջ ամառը օգտվում եմ, ձմռանը օգտվում ենք, հազի դիմաց շատ լավ է։ Տիկին Էլիկո, ինչպես են ձեր ընտանիքի անդամները վերաբերում ձեր հոբիին, ձեր աշխատանքին, նաև ստացվում ապրուստի միջոցն է, եւ որքան ժամանակ եք դուք ծաղիկների հետ անցկացնում օրվա մեջ։ Պատկերացրեք, ես անմոռաց ինձ նվիրում եմ աշխատանքին, որովհետև կարծես ներքին ձայնը ինձ հուշում է, որ դեռ շատ անելիք ունես, դեռ պիտի աշխատես, քո ժամանակը չգնալ են աշխարհ։ Երբ աղջիկս դեռ ամուսնացած չէր, դպրոցում էի աշխատում, բայց շտապում էի տուն, ավարտելուց հետո դասերը, շտապում էի տուն, որ գործը ավարտեմ։ Ծաղիկները հանկարծ որ պատոհանը բացվում էր ու քամի էր լինում, ամբողջ սեղանի վրայի ծաղիկները թափվում էր գետնին։ Սկսում էր իմ աղջիկը օգնել, հավաքել։ Բայց ասեմ ձեզ, շատ են օգնել իմ երեխաները, որ ես կարողանամ իմ գործով զբաղվել։ Տեսնում էին, որ սիրում եմ։ Հավաքում էինք ծաղիկներ, չորացնում, ալբոմի մեջ տեղավորում։ Տարիներ անց երբ դպրոցը ավարտեցի ու բախտ վիճակվեց նույն դպրոցում աշխատել որպես ուսուցչուհի, Անիկ Նուրիջանյանը ինձ ուղեկցեց իր կաբինետ, ցույց տվեց իմ աշխատանքները ալբոմով ու ես զարմացած էի մնացել, որ ինչպես կարելի է այդքան երկար տարիներ աշխատանքը պահել ու իմ տպավորության մեջ մի անգնահատելի բան կար, անգնահատելի ուսուցչի կողմից։ Հարյուրավոր աշակերտուհիների մեջ, աշակերտների մեջ ձեր աշխատանքը տասնամյակներ ստացվում է պահել էր։ Ու դա վառ օրինակ էր ինձ համար իմ աշխատանքի առօրյայում։ 80 թվականին, երբ օլիմպիական արջուկը, չէ՞ որ օլիմպիական արջուկը վերջում բարձրացավ վերև, մենք որոշեցինք օլիմպիական արջուկը երեխաների միջոցով պատրաստել մի մեծ բնական նյութերով նկար, օլիմպիական արջուկ։
Եվ մեզ մոտ հաջողվեց դա։ Ու մեծ տեղ տվեցին։ Իսկ ես մտածում էի, ինչու՞ չէ, կարելի է շարունակել այդ գործը բրնձով, տարբեր նյութերով, ոսպով, ակացիայի սերմերով եւ այլ եւ այլ։ Իսկ ես սկսեցիք աշխատել ծաղիկներով։ Ինչից հետո մտածեցիք, որ ծաղիկներին էլ շունչ տակ թոշնած, թառամած։ Գիտեք, ես բնությունը շատ եմ սիրել։ Պարզապես որ ավարտելուց հետո ես դժվար կյանք եմ ունեցել, դժվարություններ եմ ունեցել, ի վիճակի չէի ներկեր գնել, խոլոստ եւ այլն ու նկարել, ասենք յուղաներկով։ Ու ես որոշեցի նկարել այնպես, որ չտարբերվի մյուս աշխատանքներից, ստեղծագործական, այսինքն նկարիչների գործերից։ Պետք է յուրահատուկ լինի։ Երբ առաջի գործը ես արեցի, իմ ռուսաց լեզվի ուսուցչուհին, որը անմիջապես ինձ դասավանդել էր, Օլգա Միխայլովնան Մարտիրոսյանը, նա նայեց, ասեց, «Это твой шедевр»։ Ռուսաց լեզու էր դասավանդում, «Это твой шедевр»։ Ու դրանից հետո ես մտածեցի, եթե սա շեդևր է, ես ավելի լավ բաներ կարող եմ անել։ Ու այդպես սկսեց իմ ճանապարհը։ Մինչ ծաղիկները ես նույնիսկ ֆոտոից նեգատիվներ էի վերցնում եւ այդ նեգատիվները ռետուշ էի անում։ Ֆոտո նկարիչ Մինասյան կար։ Նա վերցրեց ինձ ձեռագիրը շատ լավն էր։ Ասեց Էլիկո, խնդրում եմ ատեստատներ ձևավորի։ Վրան գրի, նկարները տեղավորի, տակը անուն ազգանունները գրի։ Ես համաձայնվեցի, բավական լավ գումար էր տալիս։ Հետո արդեն ռետուշներն էի անում։ Երկար ժամանակ։ Դրանից հետո ծաղիկները թղթերից էի պատրաստում։ Վերջի զանգի ծաղիկներ էի պատրաստում զանգերով։ Բավական գումար էի աշխատում։ Կարողանայիք հոգսերը որ հոգալ։ կարողանայի հոգայի։ Վերջերս, ճիշտն ասած, իմ աշակերտները, որոնք ավարտել էին 46 տարի առաջ, հրավիրել էին կանանց տոնը նշելու։ Ես մեծ ուրախությամբ ընդունեցի իրենց առաջարկը եւ մի անգնահատելի օր էր ինձ համար։ Վերջում կազմակերպել էին Վերջի զանգ, երգում էր Թաթա Սիմոնյանը, որին դասավանդել եմ նկարչություն։ Եվ հրաժեշտը հետաքրքիր էր, որ այդտեղ գտնվող մարդիկ նույնիսկ ժպիտով ուղեկցեցին ծաղկեբուկետներով։ Այդ ծաղիկները ես անմահացրել եմ, որ նոր գործ պետք է ստեղծեմ։ Որ պահից սկսեցիք նկարելուց զատ աշխատել ծաղիկներով։ Ինչը ոգեշնչեց ձեզ նոր շունչ տալ ծաղիկներին։ Պարապ մարդ, որ ասում են պարապ եմ, ես ուղղակի զարմանում էի, ոնց թե պարապ լինել հնարավոր չի։ Այդ ժամանակը ոսկի է։ Ես եւ գործել եմ, եւ նկարել եմ, եւ այդ գործերով եմ զբաղվել։ Տարբեր տեսակի բաներ եմ արել, որ իմ ժամանակը տեղի անտեղի չկորի։ Դրա համար են ասում ժամանակը ոսկի է։